Մայիսի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4145 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 333 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 163 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 83 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 30 չամրակապված վարելու 483, առանց մանկական նստատեղի քարսիթի 32, վարելու ընթացքում ծխելու 487, վարելի սեռախոսից օգտվելու 247, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 56 եւ 1464 այլ իրավախախտում, 109 մեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 113-ը տեխնիկական զննություն չանցած, 61-ը լուսարձակների անսարքությամբ, 17-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժինները տարվել 47 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15920 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 248 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 229 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 430, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 3 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 54 չամրակապված վարելու 4085, առանց մանկական նստատեղի քարսիթի 321, վարելու ընթացքում ծխելու 648, վարելի սեռախոսից օգտվելու 716, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 102, արագության գերազանցման 2853 եւ 4578 այլ իրավախախտում, 293 ավտոմեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 974-ը տեխնիկական զննություն չանցած, 360-ը լուսարձակների անսարքությամբ, 163-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 8 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժինները տարվել 41 անձ։